Ամենակարևոր բաղադրիչը, պարոն քաղաքապետ, դա ջրային կոմիտեի Երևան քաղաքի ջրամատակարարման ցանցի բարելավման աշխատանքների ծրագիրն է։ Հայտնի է, որ այստեղ մեկնարկել է 25 թվականին եւ 26-ին սկսել են աշխատանքները, դեռևս 25-ի տարեվերջին 118 կիլոմետր ծավալի աշխատանքներ 4 վարչական շրջաններում եւ բաժանորդների թիվը կազմում էր 13.8 հազար բաժանորդ, այս պահի դրությամբ փաստացի կատարված է 63.5 կիլոմետրը։ Բաժանորդների թիվը տնային միացումների 1337։ Պարոն քաղաքապետ, սա կենսականորեն անհրաժեշտ ծրագիր է մեզ համար եւ սա ունի շարունակություն։ Հիմա ջրային կոմիտեն եւս 7 վարչական շրջանում ներկայացրել է ծրագիր մայրաքաղաքում, նախագծանախաշվային փաստաթղթերը պատրաստ են, 2 օբյեկտի մրցույթը արդեն կայացած է, տարին 153 լիտր վարկյան, ներողություն 153 լիտր վարկյան մոտ 4.8 միլիոն խորանարդ մետր տնտեսում են նախատեսում, սրա մրցույթները դեռ չեն կայացել եւ մեզ հայտ չի ներկայացվել, բայց առաջի փուլի ծրագիրը, որ ես ներկայացրեցի, շատ լավ ծրագիր է, հասցեական, բայց ունենք լուրջ մտահոգություններ։ Նախ, տեմպերը դանդաղ են, ծավալները գոհացուցիչ չեն, աշխատանքի կազմակերպման հարցում կա մինչև փնթիության աշճանի վարքագիծ, որոշ շինարարների կողմից, եւ մենք ստիպված ենք եղել կոմունալ վարչության պետի հետ, պարոն Կարոյանի, վարչականի ղեկավարների հետ, այս աշխատանքի մեջ ներգրավվել, հրավիրել ենք մեր գործընկերներին, պատվիրատուին, ջրային կոմիտեի ղեկավարությանը, տեղում բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, մի կերպ կարողացանք այսպես բացել շնչառությունը Պրոշյան փողոցում, վերջի 2 դիտահորն է մնացել կենտրոնական հատվածում տեղադրեն դուրս գան եւ մեր ոռոգումը դուրս գա, նույն շինարարները ունեն շահած մրցույթ Աչափնյակ, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, Նուբարաշենում եւ ես տեղեկանքում նշել եմ, որ այս ամբողջ 63.5 կիլոմետրի մեջ այս պահի դրությամբ ընդամենը ասֆալտապատված են խրամուղիները վերջնական շերտով միայն Պարոնյան, Պրոշյան եւ շինարարների փողոց։ Ինչը լրջագույն մտահոգություն է մեզ համար, այս ամբողջը հաղորդել ենք ջրային կոմիտեի ղեկավարությանը, մենք իրենց այդ աշխատում են գործընկերային փոխհարաբերությամբ, բայց միևնույն ժամանակ Երևան քաղաքի շահերի հաշվին, հանրային սեփականության շահերի հաշվին ոչ մի բան թույլ չենք տալու, որ մնա այդպես կիսատ թողած վիճակում։ Կարծում եմ մեր գործընկերները կանեն լրջագույն եզրահանգում, կուժեղացնեն տեխնիկական հսկողությունը եւ ամեն ինչ կանենք, որ այս ծրագիրը ունենա բարեհաջող արդյունավետ ավարտ։ Մենք ամեն ինչ կանենք, որ ծրագիրը ամբողջ ծավալով իրականացվի մայրաքաղաքում, որտեղ սրան հաջորդելու է հաջորդ ծրագիրը։ Եվ որպես առաջարկություն բավականին մեծ է ծավալ այս տարի կենսահապահովման ոլորտում քաղաքի փողոցներում աշխատանքները կատարելու առումով, քանդումների ծավալը շատ մեծ է, բնականաբար ինքնին նման ծավալը հանգեցնելու է որոշակի դժվարությունների, անհարմարությունների, մեր բնակիչների, ամենաշատը մեր տրանսպորտի համար հանրային, բայց մենք պետք է ամեն ինչ անենք չեզոքացնելու, մինիմալ հասցնելու այդ դժվարությունները։ Այստեղ մեկ առաջարկ եւ խնդրանք իմ գործընկերներին, հատկապես մեր վարչական շրջանի ղեկավարներին, պետք է մոբիլիզացնենք բոլորս մեր ռեսուրսները, իրականացնելու այստեղ լուրջ եւ հետեւողական վերահսկողություն, ավականու պահանջների կատարման, քիչ առաջ պարոն քաղաքապետը արդեն հայտնեց, որ թիմ օրենքը մեզ տալիս է լիարժեք հնարավորություններ շինհրապարակների կազմակերպման առումով, իսկ համատարած սկսած մեր մրցույթով անցած շինարարներից, հենց մեր մրցույթով, մինչև այլ շինարարներ չեն պահպանում ավականու որոշման պարտադիր պայմանները, կահավորանքը միշտ չէ, որ լավ է, աշխատանքների որակը միշտ չէ, որ լավ է, վերականգնումն անում են, շարունակում են անել սխալ, նորից նստվածքներ եւ ավականու մեր վերջի պահանջները արդարացվեցին, դրանք արդեն կիրառվում են մայրաքաղաքում, ամբողջ երթևեկգիծը պարտավորվում են եւ խելոք
վերականգնում են, ուստի խնդրանքս է լինել չափազանց կոշտ, անզիջում, ամենախիստ եւ գրագետ վերահսկողությունը կխնդրեմ, որ բոլորս միասին իրականացնենք։ Այսքանը, պարոն քաղաքապետ։ Շնորհակալ եմ, պարոն Արյան, իրականում շինարարական փնթիությունը մեր քաղաքում համատարած է եւ իրականում փնթիության դեմ կա մի մեթոդ՝ գրագետ վարչարարություն։ Իրավական բոլոր լուծումները կարծում եմ արդեն իսկ տրված են։ Օրենսդրությունը, նոր օրենսդրությունն ընդունված է, ավականու բոլոր որոշումները այս առումով արդեն իսկ ընդունված են եւ հետեւապես կրկին հարգելի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչություն, հասարակական կարգի պահպանության ծառայություն եւ ամենակարևորը վարչական շրջանների հարգելի ղեկավարներ, ձեր վարչական շրջաններում արվող աշխատանքների վատ կահավորման առաջին պատասխանատուն դուք եք, ձեր աշխատակիցներն են, պահանջեք ձեր աշխատակիցներից, որպեսզի նրանք պահանջեն շինարարներից գրագետ կերպով կահավորել։ Պրոշյան Պարոնյան ծրագրի մասին չի ուզում խոսել, բայց մի ծրագիր, որ պետք է ավարտված լիներ դեռ ապրիլ ամսին, շարունակվում է դեռևս հուլիսին։ Չեն ավարտել, չէ՞, դուրս չեն եկել։ Դեռ չէ, պարոն քաղաքապետ։ Այսինքն մի տեսեք, մի շինարար, որը որ շահել է բազմաթիվ մրցույթներ, որ համես վերցնի, համես 5 մրցույթ։ Ես կարծում եմ մենք պետքա նաև արդեն ասում եմ, այս գործիքակազմը կա, այդ ագահությունը պետք է պատժվի խստորեն, իրանք պետք է հասկանան, որ չի կարելի ագահ լինել, եթե դու չես կարողանալու ժամկետներում իրականացնել։ Հիմա ուզում եմ հասկանալ, արդյոք այդ շինարարը, որը Պրոշյան փողոցը պարալիզացրել է, որ ապրիլ ամսից պետք է դուրս գար, որ մենք կարողանայինք Եվան կամուրջը սկսեինք, այսինքն գոնե քաղաքում ինչ որ մի կետեր ավարտած լինեինք, հետո ինչ որ այլ կետեր սկսած լինեն, ջրային կոմիտեի մեր գործընկերները պայմանագրային տեսանկյունից իրենց պահանջները ներկայացրել են, տուգանքի ենթարկել են այդ ընկերոջը, թե չէ։ Պարոն քաղաքապետ, մենք ենք տուգանել, վերջի անգամ ձեր ահազանգից հետո առանց չափազանցության մեր պարտքն է արել ենք, գրեթե 2 օրը մեկ անձամբ տեղում եմ պարոն Կարոյանի հետ։ Եվ ամենակոպիտ չասեմ, վերջնագրով խոսակցություն է եղել եւ խնդրել եմ մեր գործընկերներին ի սեր Աստծո, տեր կանգնեք ձեր կապալառուին, կամ պատժեք, կամ ծրագիրը հանեք այս վիճակից։ Նույն փնթիությունը անում է Տեխսկիչը։ Ասել ենք իրենց, միջոցներ ձեռնարկեն, հիմա մեր խնդիրն էր արագ բացել փողոցը Կիևյանի շինարարությանը զուգահեռ, այս շաբաթվա ընթացքում որոշակի միջոցներ ձեռնարկելու պարագայում իրենց կողմից թույլ տվեք, ես ձեզ զեկուցեմ առանձին։ Ես ուզում եմ տեսնել վարչարարական տերոր։ Ես ուզում եմ տեսնել վարչարարական տերոր։ Պետքա բողոքներ, լաց, չգիտեմ, բոլոր տեսակի, բոլոր ինստանցիաներով գրեն է շինարարները, ասեն, վայ, մեզ սպանում են, այս սպանեք դրանց։ Այդ փնթիությունը պետք է այս քաղաքից վերանա։ Ու գիտեք, պարոն Թևոսյան, այն օրը իհարկե տենց շատ մեղմ անդրադարձա Ավետիսյանի հարցին, բայց ուզում եմ հասկանամ ինչի ես պետք է անդրադառնայի էլի այդ հարցին, որովհետև այնուամենայնիվ սենց հիմա նորից վերադառնում եմ էլի այդ հարցին, գործակարգավարականին ես խոսեցի այն մասին, որ այնտեղ խնդիրը լուծած չի, այսինքն խորքային աշխատանքը արված է, եկել վերջում ասֆալտը սենց, արել ենք, բացել ենք արդեն հոսքը գնում է Կիևյանի հրազդանի մեծ կամուրջն է փագա, դե արդեն տենց է կմնար, ինձ հետաքրքիր է տենց է կմնար, եթե ես չասեի, այսինքն տենց է պետք է մնար, եթե օրինակ ես այդտեղով չքշեի ու չասեի, ասենք, որ այդտեղ անհարթ է, դիտահորերը նորմալ բարձրացրած չեն, կարճ ասած, հարգելի գործընկերներ, ես պետք է տեսնեմ վարչարարական տերոր, պարոն Մարգարյան, ով չարեց վարչարարությունը, անուն ազգանուններով հանում եք, աշխատակիցներին հեռացնելու ենք, ով չարեց կոնկրետ պատասխանատուով նկատողություն, խիստ նկատողություն գործից հանում ենք, վերջ, իմ համբերությունը սպառվել է այս առումով, օրենսդրությունը ընդունել ենք, այս օրենսդրությամբ իրապես ձեր գործիքակազմերը, բոլոր գործիքները ունեք, բոլոր գործիքները,
ում արդարացում չլսեմ այլևս։ Ու առհասարակ վարչական շրջանների ղեկավարներին իրենց կաբինետում նստած չտենամ։ Ձեր վարչական շրջանում լինեք սաղ օրը։ Ոչ մեկ կաբինետում նստած չլինի։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։